Բարև, սա մեր խորքային վերլուծությունն է։ Երբևէ կանգնել եք խանութում շամպունների այդ անվերջանալի շարքի դիմաց ու մտածել, իսկ իրականում ինչ կա այս շշի մեջ։ Մենք ամեն օր ենք օգտագործում, բայց ձեր ու արկած աղբյուրները, ճիշտն ասած, լրիվ հակասական պատկեր են նկարագրում։ Մի կողմից վերնագրեր, որ գոռում են դանդաղ գործող թույնի մասին, մյուս կողմից գիտական հերքումներ, թե հանգիստ եղեք։ Այսօր եկեք միասին փորձենք գլուխ անել այս ամենից։ Մեր նպատակն է զտել այս ինֆորմացիոն աղմուկը, հասկանալ որտեղ է ավարտվում գիտությունը ու սկսվում մարքեթինգը, եւ վերջապես պարզել ինքին իրականում արժե ուշադրություն դարձնել պիտակի վրա։ Եկեք սկսենք ամենահայտնի չարագործներից նատրիումի լաուրիլ սուլֆատից, այսինքն SLS-ից, եւ նատրիումի լաուրետ սուլֆատից SLS-ից։ Ձեր աղբյուրներից մեկը շատ կտրուկ է արտահայտվում, անվանում է դրանք թույն, որն օգտագործվում է նաեւ, ասենք, ավտոտնակներում հատակ լվանալու համար։ Ճիշտն ասած, մի քիչ վախենալու է հնչում։ Այո, այդ համեմատությունը շատ հաճախ է հանդիպում, ու գիտեք, այն միաժամանակ եւ ճիշտ է եւ շատ մոլորեցնող։ Բան այն է, որ այս նյութերի հիմնական գործառույթը մակերևույթային ակտիվությունն է, ու դրանք շատ արդյունավետ են։ Պատկերացրեք մի մոլեկուլ, որն ունի երկու ծայր, մեկը սիրում է յուղ ու կեղտ, մյուսը ջուր։ Երբ շամպունը քսում եք մազերին, առաջին ծայրը կպչում է ողջ կեղտին, իսկ երբ ջրով լվանում եք, երկրորդ ծայրը կպչում է ջրին ու իր հետ քշում տանում է այդ կեղտը։ Դրանք հենց այն բաղադրիչներն են, որ տալիս են առատ փրփուր ու այդ ճռճռան մաքրության զգացողությունը։ Լավ, բայց դա, ասենք, տեխնիկական բացատրությունն է։ Իսկ ինչ անենք այն հոդվածների հետ, որոնք պնդում են, թե սա մազաթափություն է առաջացնում։ Նույնիսկ քաղցկեղ։ Մի աղբյուրում կարդացի, որ դրանք կուտակվում են ուղեղում, սրտում, լյարդում, սա արդեն լուրջ մեղադրանք է։ Կոչվում է 2015 թվականի ամերիկյան մի շատ ընդարձակ հետազոտություն, որը եկել է եզրակացության, որ SLS-ի կամ SLS-ի ու քաղցկեղի միջև որևէ, ընդգծում եմ, գիտականորեն հիմնավորված կապ չկա։ Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը նույնպես SLS-ը չի դասում քաղցկեղածինների շարքին։ Իսկ գրգռումը? Դրա մասին էլ են շատ խոսում։ Ինչ վերաբերում է գրգռմանը, հա, դա հնարավոր է, բայց սովորաբար շատ բարձր խտության դեպքում եւ մաշկի հետ երկարատև շփման դեպքում։ Իսկ շամպունը դե մի քանի րոպեում լվացվող միջոց է։ Հետաքրքիր է, որ SLS-ը ի սկզբանե ստեղծվել է որպես SLS-ի ավելի մեղմ, ավելի կատարելագործված տարբերակ։ Այսինքն հենց գրգռումը ռիսկը նվազեցնելու համար։ Ճիշտ այդպես։ Լավ, բայց եթե նույնիսկ այն ավելի մեղմ է, ինչու է այս վախի մշակույթն այսքան տարածված։ Միգուցե խնդիրը մեկ անգամյա օգտագործման մեջ չէ, այլ նրանում, որ մենք ասենք տասնյակ տարիներ շարունակ ամեն օր ենք օգտագործում։ Կուտակային էֆեկտի մասին ինչ-որ բան ասվում աղբյուրներում։ Կուտակային էֆեկտի մասին պնդումները հիմնականում անհիմն են, որովհետև մեր օրգանիզմը արդյունավետորեն մշակում ու դուրս է բերում այս նյութերը։ Խնդիրն ավելի շատ այն է, որ սուլֆատները կարող են չափազանց լավ մաքրել։ Չափազանց լավ։ Այո, մազերից ու գլխամաշկից հեռացնելով ոչ միայն գեղտը, այլև բնական պաշտպանիչ յուղերը։ Այդ պատճառով չոր կամ զգայուն մաշկ ունեցող մարդիկ կարող են դե զգալ ձգվածություն կամ նույնիսկ թեփոտում։ Հասկանալի է։ Ուրեմն սուլֆատները հզոր մաքրողներ են, բայց ոչ այն հրեշտները, որ ներկայացնում են։ Լավ, բայց մաքրելուց բացի շամպունը պետք է նաև չփչանա։ Ճիշտ է։ Երբ շշի մեջ ջուր ու օրգանական նյութեր կան, այն դառնում է բակտերիաների համար իդեալական միջավայր։ Եվ այստեղ, ինչպես հասկանում եմ ձեր աղբյուրներից, բեմ են դուրս գալիս հաջորդ կասկածյալները, պարաբենները։ Աղբյուրներից մեկը դրանք ուղիղ կապում է կրծքագեղձի քաղցկեղի հետ։ Վկայակոչում է մի հետազոտություն, որտեղ քաղցկեղային հյուսվածքներում 95%-ում հայտնաբերվել են պարաբեններ։ Այո, եւ սա եւս մեկ դասական օրինակ է։ Նշվում է նաեւ, որ դրանք խաթարում են մեր էնդոկրին համակարգը, ընդօրինակում են էստրոգեն հորմոնի ազդեցությունը։ Հա, սա դասական օրինակ է, թե ինչպես են կոռելյացիան ու պատճառահետևանքային կապը շփոթում։ Ճիշտ է, պարաբեններ հայտնաբերվել են հյուսվածքներում, բայց դա չի նշանակում, որ դրանք են քաղցկեղի պատճառը։ Պարաբենները շատ արդյունավետ ու ճիշտն ասած էժան կոնսերվանտներ են։ Դրանք կանխում են վտանգավոր բակտերիաների ու սնկերի աճը շամպունի մեջ։ Այսինքն, դրանք պաշտպանում են մեզ ավելի մեծ վտանգից։ Ինչ որ առումով, այո։ Եվրոպական միությունում օրինակ դրանց խտությունը խստորեն սահմանափակված է, մինչև 0.4%։ Իհարկե կան բնական այլընտրանքներ, ասենք գրեյփֆրուտի կորիզի յուղը, բայց դրանցով միջոցները շատ ավելի կարճ պիտանելիության ժամկետ ունեն։ Սա փոխզիջում է։ Հետաքրքիր միտում է նկատվում։
Սուլֆատների դեպքում էլ, պարաբենների դեպքում էլ նույն սցենարն է՝ մի կողմից սարսափազդու վերնագիր, մյուս կողմից գիտական բացատրություն դեղաչափի մասին։ Ստացվում է, սա ոչ այնքան բաղադրիչների, որքան սպառողի վախի վրա խաղալու պատմություն է։ Բայց ցանկում կա մեկ այլ անուն՝ ֆորմալդեհիդ։ Այն նշվում է DMDM հայդանթոնի նման բաղադրիչների հետ։ Այստեղ արդեն վախենալու բան կա, չէ՞։ Այստեղ իսկապես պետք է ավելի ուշադիր լինել։ DMDM հայդանթոնը եւ նմանատիպ նյութերը կոնսերվանտներ են, որոնք ժամանակի ընթացքում դանդաղ անջատում են փոքր քանակությամբ ֆորմալդեհիդ։ Այդպիսով սպանում են մանրեները։ Ֆորմալդեհիդը հայտնի քաղցկեղածին է բարձր խտության դեպքում։ Ձեր աղբյուրները ճիշտ են նշում, այն կարող է վնասել նյարդային եւ վերարտադրողական համակարգերը։ Այդ պատճառով դրանց օգտագործումը նույնպես խստորեն կարգավորվում է։ Եվ սա շատ լավ հիշեցում է բոլորիս եւ հատկապես ձեզ համար, երբեք մի օգտագործեք ժամկետանց կոսմետիկա։ Ինչու՞։ Որովհետև ժամանակի ընթացքում ֆորմալդեհիդի անջատումը կարող է ավելանալ, դառնալով պոտենցիալ վտանգավոր։ Մենք խոսեցինք մաքրողներից ու պահպանողներից, որոնք, ասենք, կուլիսների հետևում են, բայց ինչ կասենք այն բաղադրիչների մասին, որոնք բեմի վրա են ու շոու են սարքում, խոստանալով մետաքսյա, փայլուն, ծավալուն մազեր առաջին իսկ լվացումից։ Խոսքս սիլիկոնների մասին է։ Այո, այստեղ գործի են անցնում պատրանք ստեղծողները։ Օրինակ, դիմեթիկոն, սիլիկոնները ոչ մի բան չեն բուժում։ Դրանք պարզապես մազի վրա ստեղծում են անտեսանելի բարակ թաղանթ։ Այս թաղանթը հարթեցնում է մազի թեփուկները, ինչի արդյունքում լույսն ավելի լավ է անդրադառնում ու մազերը փայլուն տեսք են ստանում։ Այն նաև ժամանակավորապես սոսնձում է ճյուղավորված ծայրերը։ Այսինքն դա նման է մազերի համար նախատեսված դիմահարդարման։ Հիանալի համեմատությունը։ Այն թաքցնում է խնդիրները, բայց չի բուժում։ Եվ ինչպես դիմահարդարումը երևի պետք է օրվա վերջում լավ մաքրել։ Սա է պատճառը, որ խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ օգտագործել խորը մաքրող շամպուններ։ Ճիշտ այդպես։ Ժամանակի ընթացքում այդ սիլիկոնային թաղանթը կարող է շերտ կուտակվել մազերի վրա, ծանրացնելով դրանք, դարձնելով անկենդան եւ խոչընդոտելով խոնավեցնող ու սնուցող նյութերի ներթափանցմանը։ Այսինքն կարող է նաև խցանել գլխամաշկի ծակոտիները։ Այո, այդ պատճառով շատ ապրանքանիշեր այժմ հպարտորեն գովազդում են իրենց առանց սիլիկոնի արտադրանքը որպես ավելի ազնիվ այլընտրանք։ Եվ վերջին կետը մեր կասկածյալների ցանկում բուրավետիչներ ու ֆտալատներ։ Ասվում է, որ ֆտալատներն օգտագործվում են, որ բույրը երկար պահպանվի, ու դրանք էլ կարող են հորմոնալ խնդիրներ առաջացնել։ Այո, ֆտալատները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, քանի որ, գիտեք, պիտակի վրա դրանք գրեթե երբեք չեն նշվում իրենց անունով։ Իսկ ինչպես են նշվում։ Դրանք թաքնված են ընդհանուր fragrance կամ parfum բառի տակ։ Արտադրողները պարտավոր չեն բացահայտել իրենց բույրի բանաձևը։ Այն համարվում է առևտրային գաղտնիք։ Շատ հետաքրքիր է։ Սա այն դեպքն է, երբ առանց բուրավետիչների պիտակը կարող է իսկապես օգտակար լինել, հատկապես եթե ուզում եք խուսափել այդ պոտենցիալ ռիսկերից։ Լավ, այս ամբողջ քիմիական դասից հետո ինչ է ստացվում։ Մենք ամեն առավոտ գլխներից թույն ենք լցնում, թե սա ուղղակի փոթորիկ է մի բաժակ ջրում։ Ճիճմարտությունը ինչպես միշտ մեջտեղոն է։ Այս քիմիական նյութերից շատերը միանգամայն անվտանգ են այն ցածր խտությամբ, որով օգտագործվում են, եւ այն կարճ ժամանակահատվածում, որ դրանք մնում են մեր մաշկին։ Սակայն զգայուն մաշկ ունեցող մարդիկ կամ նրանք, ովքեր պարզապես նախընտրում են նվազագույնի հասցնել քիմիական նյութերի ազդեցությունը, միանգամայն կարող են այլընտրանքներ փնտրել։ Այսինքն ամենակարևորը գիտակցված ընտրությունն է։ Այո, հասկանալ ձեր մազերի եւ մաշկի կարիքները եւ սովորել կարդալ պիտակը։ Լավ, հիմա ամենակարևոր հարցը։ Ես կանգնած եմ խանութում, ձեռքիս երկու շիշ։ Մեկի վրա մեծ տառերով գրված է առանց սուլֆատների, պարաբենների, սիլիկոնների, մյուսի վրա ոչ։ Իրականում ինչ պետք է փնտրեմ պիտակի վրա, որպեսզի կայացնեմ ոչ թե մարքեթինգային, այլ գիտակցված որոշում։ Կարելի է փնտրել, ասենք, կոկոսի կամ շաքարի հիման վրա ստացված ավելի մեղմ մաքրող նյութեր։ Դրանց անուններում հաճախ կտեսնեք cocoil, glucoside կամ isethionate արտահայտությունները։ Օրինակ, sodium cocoil isethionate կամ decyl-polyglucose։ Դրանք այդքան շատ չեն փրփրում, բայց իրենց գործն անում են։ Առանց մաշկը չորացնելու։ Ճիշտ այդպես։ Իսկ որպես բնական կոնսերվանտ կարելի է փնտրել բենզոյական թթու,
որը ստանում են լոռամրգից։ Իսկ ձեր աղբյուրներից մեկում նույնիսկ առաջարկվում էր մազերը լվանալ կեֆիրով, տարեկանի հացով։ Կավով, այո, կարդացի։ Ինչպես հին ժամանակներում, Կարծում եմ իմ լոգասենյակը դրանից հետո ավելի շատ կնմանվի խոհանոցի, բայց եթե լուրջ, սա ցույց է տալիս, որ մարդիկ միշտ էլ փնտրել են այլընտրանքներ։ ճիշտ այդպես։ Եվ այսպիսով ամփոփելով մի քանի հիմնական կետ, որ կարելի է հիշել։ Նախ հիշեք, շամպունի հիմնական գործառույթը մաքրելն է։ Սնուցման, խոնավեցման համար օգտագործեք դիմակներ, բալզամներ։ Որոնք ավելի երկար են մնում մազերին։ Այո, Երկրորդ պիտակի վրա բաղադրիչները նշվում են ըստ խտության։ ամենաշատից դեպի ամենակիչը։ Այսինքն, եթե վիճահարույց բաղադրիչը ցանկի վերջում է, նշանակում է դրա քանակը չնչին է։ Ճիշտ է։ Երորդ, եթե դուք չունեք զգայուն մաշկ կամ ալերգիաներ, սուլֆատներից խուճապի մատնվելու կարիք ամենայն հավանականությամբ չկա։ Եվ վերջապես, բնականը միշտ չէ, որ լավագույնն է, իսկ քիմիականը միշտ չէ, որ վատն է։ Հա, շատ բնական բաղադրիչներ կարող են ուժեղ ալերգեններ լինել։ Այո, ամեն ինչ կախված է չափաբաժնից եւ ձեր անհատական ռեակցիայից։ Եվ որպես վերջին մտորում ձեզ համար։ Աղբյուրներից մեկում նշվում է, որ ի տարբերություն դեղամիջոցների, շամպունները եւ կոսմետիկ միջոցներ ընդհանրապես, անվտանգության պարտադիր կլինիկական փորձարկումներ չեն անցնում։ Երկարաժամկետ օրինակ քաղց կեղածին ազդեցությունները ստուգելու համար։ Սա մի կարևոր հարց է առաջացնում։ Եթե կոսմետիկայի անվտանգության կանոնակարգերն ավելի մեղմ են, քան դեղորայքինը, ապա ով է ի վերջո պատասխանատու այն բանի համար, որ մեր օգտագործած միջոցներն իսկապես անվտանգ լինեն։ Արտադրողը, կարգավորող մարմինները, թե դուք, սպառողդ, որը սովորում է կարդալ պիտակը։